Հայկական կողմի օգտին վճիռ կայացնելու համար Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Հիշեցնեմ, օրերս Ստրասբուրգի ատյանը 2016 թվականի ապրիլյան քարորյա պատերազմի գործով առաջին որոշումներ ընդունել ադրբեջանական կողմին ճանաչելով որպես պատերազմական հանցագործ։ Միեդին բավարարել էին մայոր Հայկ Թորոյանի սպանության եւ նրա մարմինը խոշտանգման ենթարկելու գործով հայկական կողմի վկայաբերած փաստարկները։ Ադրբեջանի արտգործնախարարությունը սակայն այս որոշումը գնահատել է իբրև անարդար, կողմնակալ եւ միջազգային իրավունքի նորմերին հակասող, պնդելով, որ որոշման մեջ կիրառված ձևակերպումները հակասում են իրենց երկրի միջազգայինորեն ճանաչված ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը։ Ադրբեջանական կողմը մասնավորապես առարկել է փաստաթղթում Արցախի երկրի պետական կառույցների պաշտպանության բանակի գլխավոր դատախազի եւ օմբուդսմենի հիշատակման դեմ։ Ընդհանուր հաշվի առնելով Ադրբեջանի անդամակցության քաղաքականությունը միջազգային մարմիններին եւ միեդի մասով էլ նույնիսկ իր քաղաքացիների առնչությամբ կայացված որոշումների կատարման մասով այստեղ կա մտահոգություն, որովհետեւ Ադրբեջանը իր միջազգային պարտավորությունների կատարման առումով մշտապես թերացել է։ Բայց այստեղ մենք ինքներս որպես ներկայացուցիչներ պիտի ամեն ինչ անենք, որպեսզի այս գործը լիարժեքորեն իր կատարմանը հասնի, հետագայում նման իրավիճակների կանխումը բացառելու նպատակով։ Նախիջևանում այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի փախստականների թեման քննարկելուց հետո Բաքուն հարցը Վաշինգտոն է տեղափոխում։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների Վաշինգտոնում ամերիկյան կոնգրեսի շենքում տեղի կունենա միջազգային համաժողով նվիրված իբր Հայաստանի կողմից իրականացված ադրբեջանցիների էթնիկ զտմանը։ Կապիտոլիումում ծրագրված հավաքի կազմակերպիչը 2023-ի Ադրբեջանի կողմից ստեղծված Բաքվի նախաձեռնող խումբն է։ Վաշինգտոնյան համաժողովի մասնակիցները իբր Հայաստանից արտաքսված 100 հազարավոր ադրբեջանցիների օրինակով քննարկելու են նրանց հայրենի օջախներ անվտանգ, կամավոր եւ արժանապատիվ վերադարձի իրավունքը միջազգային կառույցների մշտական ուշադրության կենտրոնում պահելու անհրաժեշտությունը։ Պուտինի օգնական Ուշակովը ռուսական լրատվամիջոցների հետ ճեպազրույցում անդրադարձել է վերջին շրջանում նկատվող հայ-ռուսական լարված հարաբերություններին։ Պուտինի օգնականի գնահատմամբ Երևանի հետ կապված վիճակը Մոսկվան դիտարկում է որպես արևմուտքի փորձ հարձակվելու այն ինտեգրացիոն միավորումների վրա, որոնց մասնակցում է Ռուսաստանը։ Միևնույն ժամանակ, ըստ Ուշակովի, առաջ է մղում պատրանքային այն գաղափարը, թե դարեր շարունակ կողք կողքի ապրած եւ միշտ միմյանց օգնելու եկած ժողովուրդների պատմությունն ու աշխարհագրությունը կարող է վերանայվել։ Հայ քաղաքագիտական համայնքը համարում է, որ հատկապես խորհրդարանական ընտրություններից հետո ռուսական կողմը ակտիվ եւ թեժ է պահելու Հայաստանին վերաբերող տեղեկատվական ֆոնը։ Մի կողմից արևմուտքը, մի կողմից Ռուսաստանը, մեկը ցանկանում էր իշխանությունը պահել, մյուսը վերցնել իշխանությունը, արևմուտքին հաջողվեց վերցնել իշխանությունը, ունի 7-ին Ռուսաստանը պարտվեց։ Բավականին լարվել է Ռուսաստան, ՆԱՏՕ եւ Ռուսաստան-Եվրոպա հարաբերությունները, բավականին լարվել է Հայաստանի եւ Ռուսաստանի իշխանությունների միջև հարաբերությունները։ Դրա համար հիմա աչք չեն փակում եւ շատ խիստ դիրքորոշում են հայտնում։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարը Ստամբուլում հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի նախարար Ուրալօղլուի հետ տրանսպորտային փոխկապակցվածության գլոբալ ֆորում 2025-ի շրջանակում։ Նրանք քննարկել են տարածաշրջանային կապուղիների զարգացման եւ հնարավոր գործակցության հեռանկարները։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ երկաթուղային եւ ճանապարհային կապերի վերականգնման թեմային։ Խուդայթյանը նախորդ օրը հանդիպել է նաեւ Թուրքիայի էներգետիկայի նախարարի հետ։ Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբականակը հասել է Եվրամիություն։ Սա կօգնի հայ արտադրողներին դիվերսիֆիկացնել արտահանումը եւ բարձրորակ արտադրանքը արտահանել նոր շուկաներ։ X-ի իր էջում գրել է Եվրամիության օնլայնման հարցերի հանձնակատար Մարտա Կոսը։ Նա շնորհակալություն է հայտնել Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Խուդայթյանին նվերի եւ շատ լավ քննարկման համար։ Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստանն իրականացվել է հերթական տարանցիկ մատակարարումը, հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները։ 408 տոննա քաշով 6 վագոն պարարտանյութ Բիլաջարի կայարանից ուղարկվել է Բյուք-Քյասիկի ուղղությամբ, նշենք, որ մինչ օրս Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով ուղարկվել է ավելի քան 33000 տոննա հացահատիկ, ավելի քան 7000 տոննա պարարտանյութ, 133 տոննա ալյումին, 68 տոննա հնդկաձավադ եւ 414 տոննա անտրացիտ։ Երևանի ավականիները արձակուրդային տրամաբանությամբ եւ կարճ տևողությամբ նիստի ակնկալիքով են դալիճ եկել։ Օրակարգի 46 հարցից միայն մեկն է զեկուցվող, մյուս 45-ը մի փաթեթով ճիշտ մեկ քվեարկությամբ պետք է որոշեն ընդունել թե ոչ։ Մինչև այդ սակայն քաղաքապետ Ավինյանը ստիպված է մոտ 5 րոպե օրակարգը թերթել եւ ավականու անդամներին հերթով ներկայացնել չզեկուցվող նախագծերը գոնե խումբ ընդհանուր էությամբ։
Այդ առաջարկը արդեն լսեցինք։ Ընդդիմությունն առարկում է առնվազն օրակարգի 45-րդ հարցը մայրաքաղաքի կենտրոնական փողոցներից Ամիրյանը Պապ Թագավորի անունով փոփոխելու։ Տպավորություն ունեն, թե քաղաքային իշխանությունն ամեն գնով իրենց խոսքով զոռբայությամբ ուզում է ընդունել։ Ընդդիմադիր 3 խմբակցությունների առաջարկը մեկն է, հարցն այնուամենայնիվ դալիճում դարձյալ քննարկման առնել։ Ամենայն հարգանքով Ամիրյանների բոլոր սերունդների եւ ժառանգների նկատմամբ, բայց ես վստահ չեմ, որ այդ մարդը այն արժանինքները ունի, որ Երևանին հրապարակին կից փողոցը իր անունով անվանակոչված լինի։ Ամիրյան փողոցն անվանափոխելու հարցը նորանկախ Հայաստանի օրակարգում այս էլ որերորդ անգամ է 90-ականներին վերակոչվել էր Վրամշապուհի արքայի անունով։ Ավելի ուշ մայրաքաղաքի իշխանությունները կենտրոնական փողոցի ցուցադախտակին վերադարձրին Ամիրյանի ազգանունը։ Հիմա ԿՊԱ-ական իշխանությունն այն կոչում է Պապ Թագավորի անունով։ Այն որ Պապ Թագավորի անունով կարելի է եւ պետք է ունենալ փողոց, այո, դա չի քննարկվում, բայց տպավորությունն է, որ Պապ Թագավորը օգտագործվում է, որ Ամիրյանի անունը անվանափոխվի, որպեսզի այդ մտահոգությունները փարատվեն եւ արգումենտավորվեն։ Ես առաջարկում եմ, այո, այս նախագիծը դարձնել քննարկվող։ Քաղաքային իշխանությունը ընդդիմության մտահոգությունները փարատել չի պատրաստվում։ Ամիրյան փողոցը Պապ Թագավորի անունով վերափոխելու նախագիծն առավել հիմնավորել, քան արդեն արել են նույնպես։ Քվեարկում են եւ օրակարգային հարցը զեկուցվող դարձնելու եւ չզեկուցվող փաթեթը միանգամից ընդունելու համար։ Առաջին առաջարկը մերժում են, երկրորդը միանգամից ընդունում։ Մենք ունենք մի հարց։ Ավականին գույք պետք է նվիրաբերի ավելի կոնկրետ ձեռք բերած նոր տրոլեյբուսների սեփականության իրավունքը փոխանցի համայնքային պատասխանատու հիմնարկին էլեկտրատրանսպորտ ընկերությանը։ Այս մասով ավականիները հարցեր չունեն, այն ինչ հետաքրքրում է տրանսպորտային ընդհանուր համակարգի մասինը։ Հարցու պատասխանը խաղաղ ավարտվում է, հերթը ելույթներինն է։ Հենց այստեղից էլ քաղաքային օրակարգը դառնում է քաղաքական եւ նիստերի դալիճում մթնոլորտը լարվում է։ Նա դուրս հրավիրեք պարոն Ստեփանյանին։ Ամեն բան սկսվեց ավականու ԿՊԱ-ական անդամի ելույթից, իշխանականին դուր չի գալիս, որ համապետական ընտրություններից հետո ավականու առաջին նիստում ընդդիմադիրներն իր ձևակերպման կառուցողական մթնոլորտում են աշխատում, քաղաքային խնդիրներից խոսում։ Փորձում են խոսել ծուխից, հայերների, դուք ձեր ծուխինն եք, ձեր ծուխն է սև դուս եկա արդեն։ Խոսում են ճանապարհներից, խոսում են կամուրջներից ու կանգառասրահներից։ Ջորջ ջան, չէ, այդպես չեղավ, եկեք ասեք այդ կաշառքը խի եք բաժանում։ Քաղաքացիական պայմանագրից ավականու եւս մեկ անգամ հետո նաեւ փոխքաղաքապետը քաղաքական թեման շարունակեցին։ Իրար դեմ դուրս եկած ավականիները լքում են դահլիճը, վեճի են բռնվում։ Իշխանական ու ընդդիմադիր կանայք այսպես էլ նախ իրար ջրում են, ապա հրմշտում։ Վիճաբանության հաջորդած կես ժամանոց ընդմիջումից այս դեպքում թայմ-աութից հետո ընդդիմադիր Մայր Հայաստանը դալիճ չվերադարձավ։ Ընդդիմության մյուս խմբակցությունները, որքան փորձեցին քաղաքային օրակարգում մնալ, ԿՊ-ն այնուամենայնիվ քաղաքական հարցերը չանտեսեց։ Խորհրդարանական վերջին ընտրությունների արդյունքները մնացին դալիճի գլխավոր թեման մինչև նիստի ավարտը։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Թորոսյանը քննարկել է նախարարության հնարավոր վերանվանումը, առաջարկելով այն դարձնել աշխատանքի եւ բարեկեցության նախարարություն։ Նա նաեւ նշել է, որ միասնական սոցիալական ծառայության գործառույթներում նախատեսվում են փոփոխություններ։ Նախաձեռնությունը դեռ քննարկման փուլում է։ Սիրտանոթային հիվանդությունների, քաղցկեղի կամ ծանր տրավմաների բուժման ընթացքում քաղաքացիները հաճախ հայտնվում են մեծ ծախսերի, նույնն է թե ֆինանսական խնդիրների առաջ։ Ասում են, նույնիսկ ապահովագրության արկայության դեպքում այդ դեպքերը լիարժեք չեն ծածկվում եւ փաստացի նրանք ստիպված են լինում սեփական միջոցներով հոգալ այդ ծախսերը։ Որն է պատճառը, ինչու են այդ հիվանդություններն ու դեպքերը դուրս մնում ապահովագրության փաթեթներից։ Առողջապահության ոլորտի փորձագետի պարզաբանմամբ նույն տրամաբանությունն է, ինչ պետպատվերի դեպքում, երբ սահմանափակ ծածկույթի կամ միջոցների պատճառով քաղաքացիներին փաստացի մերժում են կամ ուղղորդում ինքնուրույն հոգալ ծախսերը։ Այդ պատվերը անունը փոխում են, դնում են առողջապահական ապահովագրություն առանց բարեփոխումների, առանց ճանաչելու, գնահատելու առողջապահական ռեսուրսները, տարողունակությունն ու թողունակությունը առողջապահական հիմնարկների։
Հայտնի է դարձել Գյումրիից Մոսկվա թռչող ուղևորատար ինքնաթիռի վթարային վայրեջքի պատճառները։ Հիշեցնենք, հունիսի 22-ին Երևանի ժամանակով 12:24-ին օդ բարձրանալուց հետո 1 ժամ անց Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը տագնապի ազդանշան էր ուղարկել եւ հարկադիր վայրեջք էր կատարել Մախաչկալայի օդանավակայանում։ Ավելի ուշ պարզվել էր, որ հարկադիր վայրեջքի պատճառը ապահերմետիկացման սենսորի սխալ գործածումն է եղել։ Այս մասին հայտնել են Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեից։ Թրամփը հայտարարել է, որ Իրանը հետևանքների կբախվի, եթե չկատարի Վաշինգտոնի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները։ Միևնույն ժամանակ Թրամփը Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակը լավ է անվանել, հայտարարելով, որ այն նավագնացության համար լիովին բաց է։ Հորմուզի նեղուցի հետ կապված մեզ մոտ ամեն ինչ շատ լավ է։ Երեք մենք ավելի շատ նավթ ստացանք, քան երբևէ անցել է նեղուցով։ Այն լիովին բաց է։ Եթե Իրանը չկատարի ստանձնած պարտավորությունները կամ իրեն պատշաճ չպահի, կանեմ այն, ինչ պետք է անեմ։ Ամերիկան 60 օրով կասեցրել է տասնամյակներ շարունակ կիրառված իրանական նավթի եւ նավթամթերքի առևտուրը դոլարով իրականացնելու արգելքը։ Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարության տրամադրած լիցենզիան թույլատրում է մինչև օգոստոսի 21-ը դոլարով բանկային սպասարկում եւ ապահովագրություն իրականացնել իրանական նավթի ու նավթաքիմիական արտադրանքի արդյունահանման, փոխադրման եւ առևտրի համար։ Այլ կերպ Միացյալ Նահանգները ազատում է Իրանին այս նպատակների համար իր կողմից ստեղծված միջնորդների բարդ շղթայից օգտվելու անհրաժեշտությունից։ Միացյալ Նահանգների փոխնախագահ Վենսը հայտարարել է, որ Ամերիկան եւ Իրանը իր կարծիքով մշակել են մի մեխանիզմ, որը հնարավորություն կտա երկարաժամկետ հեռանկարում երաշխավորել Հորմուզի նեղուցի բաց կարգավիճակը։ Նա ընդգծել է, որ ստեղծված համակարգը ոչ միայն ապահովում է նեղուցի ընթացիկ գործունեությունը, այլև պետք է պահպանի դրա բաց լինելը ապագայում։ Իրանի ներկայացուցիչ Ալի Բահրեյնին հայտարարել է, որ Դոնալդ Թրամփի հայտարարությունները վտանգել են Բյուրգենշտոկում ընթացող բանակցությունները։ Թեհրանը սակայն պատրաստ է շարունակել երկխոսությունը, եթե Վաշինգտոնը ձգտի դիվանագիտական լուծման, ընդգծելով, որ ռազմական ճանապարհը պետք է բացառվի։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռյուտեն Թրամփի եւ նրա վարչակազմի ներկայացուցիչների հետ հանդիպման նպատակով մեկնել է Վաշինգտոն։ Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը դրանից բացի մասնակցելու է նաեւ Եվրոպայի 5 խոշոր երկրների՝ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի եւ Լեհաստանի E5 ձևաչափի առցանց հանդիպմանը, որի ընթացքում քննարկվելու են Ուկրաինային ցուցաբերվելիք աջակցությանը, Եվրոպայի պաշտպանական կարողությունների ամրապնդմանն ու ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովին առնչվող հարցեր։ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը նախատեսված է հուլիսի 7-ից 8-ը Անկարայում։ Իրանի խորհրդարանի խոսնակ Ղալիբաֆը ժամանել է Օմանի մայրաքաղաք Մասկատ Հորմուզի նեղուցին առնչվող նոր պայմանավորվածությունների շուրջ բանակցություններ վարելու նպատակով։ Աղբյուրների տվյալներով նրան դիմավորել է Օմանի արտգործնախարարը։ Ուկրաինական ԱԹՍ-ները այս անգամ հարվածներ են հասցրել Վորոնեժի մարզում գտնվող Ռուսաստանի պաշտպանական արտադրության մեջ էական դերակատարություն ունեցող հրթիռների բաղադրիչներ արտադրող գործարանին։ Հարձակման հետևանքով 5 մարդ է զոհվել, կան տասնյակ վիրավորներ։ ԱԹՍ-ների հարվածներից վնասվել է 10 բնակելի շենք եւ 6 առանձնատուն։ Ռուսաստանի հակաօդային պաշտպանության ուժերին հաջողվել է ոչնչացնել մի քանի գերարագ թիրախներ։ Հունիսի 23-ին Դալարի գյուղի վարչական տարածքում բախվել են բեռնատար գնացն ու դիզվառելիք տեղափոխող կամազը։ Վերջինը կողաշրջվել է, վարորդը տեղափոխվել է Արմավիր բժշկական կենտրոն։ Ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի բարեկները։ Կոտրվել է նաև բետոնե սյունը։ Օպերատիվորեն ժամանած Հարավկովկասյան երկաթուղու ընկերության աշխատակիցները փորձում են վերականգնել նախ կամազը հեռացնեն վթարի վայրից, ապա տապալված բետոնե սյունը, որից հետո կսկսվի նոր սյունի տեղադրումը։ Հունիսի 22-ին Արնո Բաբաջանյան փողոցում բախվել են 37-ամյա Արթուրի Մազդան եւ 20-ամյա Գուրգենի Կիա Ֆորտեն։ Վերջինն էլ բախվել է Երկաթեսյանը եւ հայտնվել խոտածածկույթի վրա։ Երկու հոգի վնասվածքներով տեղափոխվել են Աստղիկ բժշկական կենտրոն։ Նույն օրը Երևան Արմավիր ճանապարհին Պտղունք գյուղի վարչական տարածքում 31-ամյա Հովանեսը Mitsubishi Colt-ով բախվել է թույլատրելի հատվածում կայանված Mercedes ML-ին։ Mitsubishi-ի վարորդն ու 4 եւ 5 տարեկան ուղևորները վնասվածքներով տեղափոխվել են Վաղարշապատ բժշկական կենտրոն։ Ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի առաջին վաշտի 2-րդ դասակի բարեկները։ Անեսելի ապահով ավելի։
Եվ Կիլիկիա թաղամասում եղած հիմքից փտած ամեն պահի տապալվող փայտե էլեկտրասյան խնդիրը լուծվել է։ Էլեկտրասյունն անհանգստություն էր պատճառում բնակիչներին, նրանց խնդրանքը Շամշյանքում էր բարձրաձայնել։ Հրապարակման հաջորդ օրը Տիգրան Ավինյանի կարգադրությամբ պատասխանատուները ժամերի ընթացքում վերացրել են խնդիրը։ Տեսեք հիմա մարդիկ հանգիստ կարան տակով անցնեն, ոչ մի վտանգ չկա։ Ու քաղաքապետ Տիգրան Ավինյանի միջամտության արդյունքում շատ արագ ժամերի ընթացքում խնդիրը լուծվեց։